Աստծո եւ Որդու եւ Ոգին Սրբով, ամեն։ Արդ արձակի քո ծառային Տեր խաղաղությամբ, որովհետև աչքերս տեսան քո փրկությունը։ Սիրելիներ, սա Սիմեոն ծերունու խոսքերն էր, որ մի տեսակ գոհունակության արտահայտություն էին հնչած մի երեկո եւ այդ երեկոյի ընթացքում տեղի ունեցան շատ տարօրինակ բաներ։ Այդ երեկո տաճարի այն դուռը, որ տարիներ շարունակ փակված էր, հսկայական դուռը, եւ այդ դռան հետ կապված կար մարգարեություն, որ այդ դուռը պիտի բացեր այն ժամանակ, երբ կար Մեսիան, այդ երեկո այդ տաճարի դուռը դղրդալով բացվեց։ Եվ այդ դղրդոցն էր, միգուցե, հավանաբար, որ թե Երուսաղեմի բնակիչներին, թե Սիմեոն ծերունուն ստիպեց ընդառաջ գնալ այդ ձայնին, շտապել դեպի տաճարի այդ դուռը, որ տարիներ շարունակ փակված էր։ Եվ այդ երեկո տաճարի դռան այդ դղրդոցը կարծես զանգակի պես կանչեց բոլորին դեպի այդ կողմ։ Եվ թե Երուսաղեմի բնակիչները, թե Սիմեոն ծերունին սպասում էին Մեսիային։ Եվ քանի որ քաջ գիտեին, որ այդ դուռը պիտի բացեն Մեսիայի առաջ, իրենք ակնկալում են տեսնել Մեսիային, ինչպես իրենց պատկերացման մեջ էր, նստած, միգուցե զորքով, միգուցե ձիով, բայց ով զարման, տաճարի դռան առաջ կանգնած էին, խեղճ ու կրակ, մի հյուս իր կնոջ հետ եւ մի փոքրիկ մանուկ իրենց գրկում։ Անշուշտ այս պատկերը շատ շատերի միգուցե հնարավոր է հիասթափություն է առաջացել, բայց Սիմեոն ծերունու մոտ առաջացեց այդ գոհունակության դրսևորումը եւ վերցրեց այդ փոքրիկի եւ գոհությամբ ասեց, այլևս կարող ես արձակել ինձ խաղաղությամբ, Տեր, որովհետև տեսա այն փրկությունը այս մանուկի տեսքով, որ պիտի գա։ Եվ այսօր սիրելիներ, մենք եւս ձայնակից լինելով Սիմեոն ծերունուն տոնում ենք Տիրոջ մանուկ Հիսուսի առասնորյա գալուստը տաճար, կյարն ընդառաջը։ Եվ այսօր այս պատմությունը քիչ առաջ պատմեցի, ամեն մեկս այս պատմության հերոսներից մեկն ենք։ Ոմանք այն մարդիկ են, ովքեր շտապեցին տաճարի դռան ձայնին, ուղղությամբ տեսնելու Մեսիային, բայց տեսան ընդամենը մի խեղճ ու կրակ հյուսնի իրենց զավակի հետ։ Ոմանք նման են Սիմեոն ծերունուն, ովքեր շտապեցին ձայնի ուղղությամբ, որպեսզի տեսնեն այն, ինչ խոստացված էր իրենց։ Մեկ բան փաստ է, այսօր մենք բոլորս եկել ենք Տիրոջն ընդառաջ եւ ինչպես Սիմեոն ծերունին շտապեց տաճար մանուկ Հիսուսին տեսնելու, այնպես էլ մենք բոլորս ամեն տարի պիտի պատրաստ լինենք, թողնել ամեն բան Երուսաղեմի բնակիչների պես եւ շտապելու զանգակի ձայնի ուղղությամբ, որովհետեւ
Այսօր չկա տաճարի այդ փակ դուռը, որի դղրդոցը կանչեն ժողովրդին։ Բայց բարդ Տիրոջը կան մեր եկեղեցու զանգակները, որ ամեն օրը երկու անգամ, ամեն կիրակի կանչում են մարդկանց, որպեսզի տեսնեն եկեղեցուն իրենց խոստացվածը, որպեսզի ճաշակեն իրենց խոստացվածը, այն խոստումը, որ տրվել է իրենց։ Այդ կերպ ասած, Աստված միշտ մեզ հետ է։ Աստված միշտ այստեղ է և սպասում է։ Իսկ մենք պարտավոր ենք։ Պարտավոր ենք քայլել դեպի Աստված։ Քայլել դեպի այնտեղ, որտեղից կանչում է նա։ Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածները և ծանրաբեռնվածները։ Ոմանք զանգակի ձայնը ուղղակի որպես զուտ ձայն են լսում։ Ոմանք որպես զարթուցիչի ձայն են օգտագործում զանգակի ձայնը, այն զանգակի, որ հնչում է եկեղեցում, բայց կան մարդիկ, հավատացեք, որ այդ զանգակի ձայնի մեջ լսում են Քրիստոսի հենց այդ խոսքը, որ ասում է. ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածները և ծանրաբեռնվածները։ Այդ զանգակի ձայնը ոչ հաճելի երաժշտություն է պարգևում, ոչ տհաճ զգացողություն, այլ սթափության կոչ է հնչում։ Ոմանց ականջի հիշեցնում է Քրիստոսի խոսք, որ ասում է ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածները։ Եվ այսօր մենք բոլորս ականջալու լինելով այդ ձայնին այստեղ ենք։ Այստեղ ենք տոնելու և համաժողովրդական և քրիստոնեական մեծ տոն։ Ընդհանրապես կյառնընթառաջը և լինելով ժողովրդական և լինելով քրիստոնեական, մեր օրերում համենայն դեպս շատ շահարկման առարկա է դարձել։ Ես ամենայն դեպս իմ ծառայության ընթացքում բազմիցս եմ մեղադրվել, չգիտեմ, հետանոսության մեջ։ Եվ պատճառը գիտեք ինչ կրակը։ Այս տոնին, չգիտեմ, այն կարևոր ասեմ, թե հերթական խորհրդանիշներից մեկը, կրակը, որի համար մեզ քրիստոնյաներից մեղադրում են, որ մենք կրակ ենք պաշտում, չգիտեմ, և այնինչ անհետեթություններ։ Այնինչ, նույն այդ կրակը խորհրդանշում է և այս երեքը մեզ բոլորից հիշեցնում է և խորհրդանշում է Սուրբ Հոգու կրակը։ Չէ՞ որ Սուրբ Հոգին վենատանը կրակի լեզուների պես իջավ առաքյալների վրա։ Ոչ ջրի կաթիլ էր, ոչ ջրի սող էր, այլ կրակի տեսքով իջավ առաքյալների վրա։ Եվ հետևաբար, ինչպես կրակն է, երկաթը մաքրում, մետաղը մաքրում խարավից, այնպես է, մեր հավատքի ջերմությունը պիտի այրի, մեր միջի ամեն վատ բան։ Բոլոր նրանք, ովքեր վառված են Քրիստոսի սիրո հուրով, Քրիստոսի սիրո կրակով, այդ կրակի պես պիտի իրեն շրջապատը մաքրեն ամեն տեսակ վատ բանից, ինչպես կրակն է, երբ մեկ փոքրիկ կայծ ընկնում է չոր մի տեղ, չորացած հոտի մեջ, այրում մաքրում է ամեն ինչ, տեղ բացելով հետագա կանաչին, որ պիտի բուսնի, այնպես են մենք բոլորս։ Երեք այդ կրակը ոչ թե մենք տանում ենք
կամ այդ կրակը մենք վերցնելով ուրախանում ենք, հեթանոսների պես սրծում ենք և պաշտում ենք այդ կրակը։ Այլ այդ կրակը մեզ հիշեցնում է այն սերը, որ դրսևորվեց մեր հանդեպ։ Եվ այդ կրակը տանելով մեր տուն, մենք տանում ենք վառելու մարդկանց սրտերը Քրիստոսի սիրո կրակով։ Այդ կերպ ասած, պիտի վառվենք, այլ տարբերակ չունենք։ Քրիստոսի սիրո կրակով պիտի վառվենք։ Որպես այս մոմը պիտի վառվենք, որպեսի լուսավորենք։ Մի պա պատկերացրեք մութ խավար սենյակում։ Մի հատիկ մոմը, ինչ հրաշքներ է գործում, լուսավորում է ամեն անկյուն։ Եվ պատկերացրեք այդ նույն Քրիստոսի սիրո կրակով վառված մեկ քրիստոնյա ինչ կարող է անել իր շրջապատում։ Եվ այս կրակը տոնի խորհրդանշերից մեկը հիշեցնում է մեզ, որ մենք պարտավոր ենք վառվել։ Եվ այստեղ շատ հետաքրքիր մի պատմություն հիշեցի կապված կրակի հետ, լույսի հետ։ Պատմում են, որ հին ժամանակներում մի կույր մարդ է լինում, ով գիշերները լապերը վառած, իր առջևը պահած, քայլում է փողոցներով։ Երբ մարդիկ տեսնում են, զարմանում են, ոմանք էլ ծաղրում են, ասում են, միևնույն է կույր ես, քեզ համար մեկ է, ինչու ես լապերը պահում, կրակը լույսը վառած առջևդ գնում։ Իսկ կույրի պատասխանը լինում է ավելին քան, ասում է հիմարներ, այս լույսը իմ համար չի, այս լույսը ձեր համար, որպեսզի դուք տեսնեք և մտության մեջ չբախվեք։ Եվ այսօր այս կրակը, որ մենք տանում ենք ոչ թե մեզ համար, որովհետև եթե մենք այստեղ ենք, ուրեմն մենք վառված ենք Քրիստոսի սիրով։ Մենք տանում ենք, որպեսզի ուրիշներին էլ վառենք և վառակենք Քրիստոսի սիրո կրակով։ Եվ ցույց ենք տալիս, որ մենք ենք կրողը լույսի։ Մենք ոչ թե պաշտողն ենք այս լույսի, մենք ոչ թե պաշտում և երկրպագում ենք այս լույսի, այլ մենք այն կրում ենք, մենք լուսավոր ենք և լուսավորող ենք, որտեղ մեր մեջ ունենք լույսը, Քրիստոսի լույսը։ Մեր հավատքը միայն մեզ համար չէ, մենք պետք է լինենք այս պատմության մեջի լապտերը, այն լապտերը, որ մեր բարի գործերի, մեր ժպիտի, մեր սիրո դրսևորման պիտի լուսավորի մեր դիմացինին։ Ես բազմից եմ ասել և նորից պիտի ասեմ, որը մեկը չգիտի, թե այդ պահին, երբ մենք օգնեցինք մեր դիմացինին, ինչքան մեծ էր այդ օգնությունը։ Կարող է մեզ համար չնչին է, բայց իր համար շատ հնարավոր է կյանքի և մահու հարց է։ Եվ հետևաբար չպիտի զլանանք, լինել լապտեր, լինել մոմ, լինել կրակ, լինել լույս, որպեսզի լուսավորենք թե մեր շրջապատը, թե մեր դիմացինի ճանապարհը։ Անշուշտ դժվար բան եմ ասում, այնպես չէ, հեշտ չէ, մանավանդ մեր օրերում լինել լույս, որտև այսպես ասած պատկերավոր, խորհրդանշական կերպով ասած քամիները շատ ուժեղ են և հագցնում են ամեն տեսակ լույս, բայց նա ով ունի իր մեջ Քրիստոսին իրական, նա ով իրապես կրողն է Քրիստոսի սիրով, երբեք չի հուսահատվի, երբեք չի հուսալքվի։ Նայեք Սիմեոն ծերունուն,
Ավանդությունը պատմում է, որ Սիմեոն ծերունուն Սուրբ Ոգին այսպես ասած խոստում տվեց իր սեփական աչքերով տեսնելու այն, ինչի վրա որ կասկածեց։ Իսկ Սիմեոն ծերունին կասկածեց մարգարեության այն հատվածի վրա, որտեղ ասում էր ահա կույսը պիտի հղիանա եւ մի մանուկ ծնի։ Եվ Սիմեոն ծերունին երիտասարդ լինելով հանդերձ քմծիծաղ տվեց, թե ինչպես կարող է կույս հղիանալ, դեռ մի բան էլ ավելին մանուկ ծնել։ Եվ Սուրբ Ոգին ասաց, պիտի տեսնես ուրեմն։ Խոստում տրվեց եւ երկար տարիներ Սիմեոն ծերունին ապրեց։ Հեշտ չէ։ Բայց ամեն դեպքում Սիմեոն ծերունին ապրեց, այլեն ինչպես ապրեց, տաճարում ապրեց, աղոթքով ապրեց, որպեսզի արժանի լինի տեսնելու այդ, ինչ որ խոստացվել էր իրեն։ Ի վերջո, սիրելիներս, յառնանթառաջի տոնը մեզ բոլորիս, ինչպես յուրաքանչյուր տոն ունի փոխանցելիք, ունի ասելիք։ Եվ ասելիքներից մեկը հանդիպումն է, հանդիպում Աստծո հետ։ Ինչպես խոսքից մեջ ասեցի, մենք բոլորս ենք, կոչված ենք ականջադուր լինելու դռան, տաճարի դռան դղրդոցին և շտապելու, ընդառաջ գնալու Տիրոջը փնտրելու և գտնելու աղոթքի մեջ, պատարագի ժամանակ, դիմացինի մեջ, մենք կոչված ենք հանդիպելու, մենք կանչված ենք Տիրոջը հանդիպելու և երբ որ հանդիպենք, այդ լույսով վառվենք, ինչպես այս մոմը, մենք նաև կոչված ենք այդ լույսը տարածելու։ Այսօրվա խորհուրդը հենց դրա մեջ է, որովհետև մանուկ Հիսուսին բերեցին տաճար ընծայելու։ Մենք բոլորս ենք, կարող ենք Հովսեփն ու Մարիամը պահել Հիսուսին իրենց, բայց ինչպես մնացած բոլորը իրականացեցին այն, ինչ որ ժողովրդի մեջ մտած է, Աստծո տվածը առաջնեկը ընծայում էին նորից Աստծուն։ Եվ մենք ենք Տիրոջից տրված շնորհները, պարտավոր ենք օգտագործել իշա ի պայծառություն Աստծո խոսքի և Աստծո տան։ Անշուշտ, շատերը կարող եք հարցնել, ինչպես կարող եք։ Հեշտ չէ, ես ինքս էլ գիտեմ, բայց այստեղ կա մեկ ուրիշ հետաքրքիր մի պատմություն կապված մոմի հետ։ Ասում են, թե մի տուփի մեջ մոմ կար, ով անընդհատ վախենում էր, երկյուղով էր ապրում ասելով, ահա ուղորը ինձ պիտի վառեն և ես պիտի հալեմ ու գնամ, անհետ կորչել։ Եվ այդ երկյուղով անընդհատ սպասում է, թե երբ պիտի իրեն վառեն։ Բայց մեկ ուրիշ իմաստուն մոմ քմծիծաղ տվեց և նրան ասաց, չէ որ քո առաքելությունը հենց վառվելու և լույս տալու մեջ է կայանում։ Մինչև չվառվես, դու կմնաս ուղղակի զուտ որպես մոմի կտոր։ Բայց երբ որ վառվես, դու քո առաքելությունը կիրականացնես։ Մենք բոլորս կոչված ենք առաքելության և առավել քան երջանիկ է այն մարդը, ով գտել է իր առաքելությունն այս կյանքում, որպես քրիստոնյա։ Առավել երջանիկ է նա, ով Քրիստոսին գտնելուց հետո իր առաքելությունը ենթարկել է Քրիստոսին։ Իր առաքելությունը տեսնում է Քրիստոսով, Քրիստոսի հետ։ Շատ-շատերն են փնտրտուքի մեջ, փնտրում Քրիստոսին, փնտրում իրենց առաքելությունը,
Եվ երջանկությունը հենց այս երկուսի հանդիպման մեջ է կայանում։ Միայն այդ ժամանակ է, որ մարդ, ինչպես այս մոմը, լուսավորում է իր շրջապատը, լույս է տալիս բոլորին։ Եվ ամենակարևորը, այն ուղերձը, որ եզրափակում է այսօրվա իմ խոսքը, դա հավատարմությունն է։ Հավատարմությունը քո իսկ առաքելությանը։ Այսօրվա մեր ամբողջ խոսակցությունը կարծես պտտվեց լույսի շուրջ։ Եվ հավատարիմ մնալով մեր առաքելությանը, լույս տարածելու առաքելությանը, լուսավորելու մեր շրջապատը, երբեք չհուսահատվենք։ Մեր աչքի առջև միշտ տեսնենք Սիմեոն ծերունուն։ Իր ամբողջ այս պատմության գագաթնակետը Սիմեոն ծերունու հենց այդ խոսքերն են, որ ամենասկզբից ասեցի, աչքերս տեսան քո փրկությունը։ Ամեն անգամ, երբ թվացյալ, այսպես ասած, կյանքի ալիքները պիտի խորտակեն մեզ, միշտ հիշեք Սիմեոն ծերունուն եւ հիշեք իր խոսքերը, աչքերս տեսան քո փրկությունը։ Մենք բոլորս ենք ծնված օրվանից ուզում ենք տեսնել, բայց մոռանում ենք, որ տեսնելու համար քայլ պիտի անել, գործնական քայլ։ Պատկերացրեք մի պահ Սիմեոն ծերունին լսել տաճարի դռան դղրդոցը եւ նստած մնալ։ Հապա ուր մնաց խոստումը, ուր մնաց իր ապրած այդ տարիները, որ այդ տարիների իմաստը կայանում էր հենց դրանում, Մանուկ Հիսուսի գրկելու մեջ։ Ուրեմն հիշեք, փրկությունը տեսնելու համար քայլ է պետք անել։ Եվ այդ քայլը կայանում է Քրիստոսին գտնելու մեջ։ Եվ գտնելուց հետո է ուրիշներին Քրիստոսին ճանաչեցնելու մեջ։ Սա է մեր առաքելությունը։ Եվ հավատարիմ մնալով այդ առաքելության օրից մի օր մենք է Սիմեոն ծերունի պես պիտի ասենք. Փառք քեզ Տեր Աստված, որ աչքերս տեսան քո փրկությունը։ Մանուկ Հիսուսի, Քարասնորյա Հիսուսի շնորհը, սերը եւ խաղաղությունը թող լինի բոլորիդ հետ, այժմ ելնի եւ ավիտյանը Սավիտենից